Շտապ օգնության փրկարար ծառայության մեքենաները 5 օր չեն լքում, Վանաձորի Նարեկացի 4 հասցեն։ Դե ամեն օր գալիս են, կայնում են, էլի քնում են մարդիկ, ինչ անեն։ Շատ դժվար կացության մեջ այդ աղջիկը։ Սարսափելի է երկու աղջնակներին մի օրում կորցրած մոր վիճակը։ Դեռ տուն չեն տարել 2 օր առաջ Փամբակի ջրերից հանած 7 տարեկան երեխայի մարմինը։ Նրա 13-ամյա քույրը դեռ վարարած գետում է։ Այն տղան էլ փրկարարներից է 5-րդ օրն է։ Մենակ գիշերներն է տուն գալու։ Մարդիկ չարչարում են, տեսնենք էլի ոնց կա։ Այսօր 4-ից 5 սանտիմետրով իջել է գետի մակարդակը։ Անսահման մեծացրել է փրկարարների հույսը, որ ամեն րոպե հնարավոր է գետից դուրս բերեն երեխային։ Փամբակի ափերի մեջտեղում որոնումները շատ բարդ են, ջրասուզակներն այնտեղ հասնել չեն կարողանում։ Անսանձ ջրերը քշում են նրանց, նավակներով էլ հազիվ են հասնում այդ հատվածներ։ Շատ ուժեղ մարար է ինքը։ Ինչքան որ նայելով սենց գնանք, էլի նայվելու է, էլի ինքը։ Չենք կարող այդպես հաստատ ասենք, որ նայել ենք այս մասը չի լինի։ Ինքը միտեղ կաղացեպի տարած մնացել է։ Գետը 1000 անգամ փրկարարների ձևակերպմամբ սանրել են։ Չորեքշաբթի ծառերի արմատներին ու թփերին փաթաթված աղջնակին գտած ջրասուզակ Վահե Մելքոնյանն ասում է, ջրերը վարկենապես քշում տանում են ամեն ինչ։ Մեթեսիներ, լճի գործ, հաշվարկանեի խորություն, ջրի ջերմաշճան, ամեն չկարայի բաներ, ռեալ կոնկրետ բաներ ասել։ Բայց էսի գետի գործա չես իմանում, որտեղ ինչ խնդրի ենք առաջ ենք կանում։ 100-ից ավելի փրկարարներ, ոստիկանության ծառայողներ, կամավորներ անօդաչու թռչող սարքերով փորձում են գտնել 13-ամյա աղջնակին, դեռ ոչ մի հետք չկա։ Աշխատանքներում կիրառվում են մեծ քանակությամբ ճկարական սարքավորումներ, տեխնիկա, օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, նավակներ։ Որոնողապաշտպանական աշխատանքները շարունակվում են Փամբակ գետի ողջ երկայնքով եւ ափամերձ տարածքներով։ Երբ հողին կհանձնեն 7 տարեկան Նարեին, դեռ պարզ չէ։ Վանաձորում խոսում են, որ ընտանիքն ուզում է երկու քույրերին հողին հանձնել իրար հետ, կողք կողքի։ Գանե Մովսիսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։